Բարև ձեզ, այսօրվա հունիսի 5-ի ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը ես վերնագրել եմ Հայաստանի ներքաղաքական աջաբսանդալը, բայց նախքան թեմային հասնելը բաժանորդագրվեք, խնդրեմ իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում, կոչս հատկապես ուղղված են նրանց, ովքեր նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա խնդրեմ բաժանորդագրվեք։ Եվ հիմա ասեմ բունյութին, այսպես Հայաստանի ներքաղաքական աջաբսանդալը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է հավանաբար կռահեցիկ պետություն եկեղեցի փոխհարաբերություններին։ Հայտնի է, որ Հայաստանի սահմանադրությամբ պետությունը եւ եկեղեցին միմյանցից անջատ են։ Բայց վերջին շրջանում թե Հայաստանի կառավարիչները, թե հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ անցնում են սահմանները փոխադարձ ինչ ասեմ, մեղմ ասած փոխադարձ անվայելուչ արտահայտություններով եւ այդ առիթով առաջին հերթին ես մեղադրում եմ Հայաստանի կառավարիչներին։ Նախ առաջինը նրանք պետք է լինեն իրենց բարձրության վրա, թույլ չտան այնպիսի բառապաշար, այնպիսի խոսք, որը որ կարող է վիրավորական լինել ընդհանուր անձնական աստիճանի։ Միևնույն ժամանակ անընդունելի է նաև եկեղեցական որոշ եկեղեցականների հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների պահվածքը կառավարիչների կողմից դրսևորած սխալ եւ դատապարտելի գործունեությանը։ Ինչի նկատի ունեմ, նախ եկեղեցին պետք է ավելի ճիշտ հոգևորականները ոչ թե պետք է կոչ անեն ընդվզելու, ոչ թե արճակատման գնան, այլ նրանց արճակատումը ըստ իս գուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց ըստ իս նրանց արճակատումը պետք է դրսևորվի աղոթքով, աղոթեն այն մոլորյալների համար, որոնք ըստ էության փաստորեն ներկայումս կառավարիչներ են, որպեսզի նրանք վերադառնան առ Աստված, այսպես ասենք։ Օրինակ, վերջերս մի քանի օր առաջ Գերագույն հոգևոր խորհրդի ընդունած հայտարարությունը միանգամայն այսպես տեղին էր, եւ հիմա ես մեջ բերեմ ընթերցեմ։ Այդտեղ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Միանգամայն ճիշտ։ Բայց հետո շարունակվում է, հետո վերջում էլ ասվում է, որ կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողություններ։ Այս հակադարձման գործողությունները ինձ համար անհասկանալի եւ անընդունելի։ Կրկնում եմ, կոչը, որ ոչ միայն վարչապետին, այլև մյուս կառավարիչներին պետք է հորդորել, որպեսզի զերծ մնան այդ օրինակ պահվածքին, այդ օրինակ խոսելավոճին, բառապաշարին, միևնույն ժամանակ պետք է նաև արձանագրել հոգևոր դասի որոշ գործիչների մեղմ ասած ոչ պաշած պահվածքը։ Նախ առաջին հերթին նկատի ունեմ ոչ անհայտ Գալստանյանին, որը նշանակվել էր այսպես կոչված հայտնի ընդդիմության կողմից առաջամարտիկ, հետո դարձավ առաջամարտիկից վերածվեց կոնֆերանսիեի, հետո էլ այդպես մարեց, հիմա էլ արդեն չգիտես ուր է ինչ է, չթեպետ վերջերս նորից հայտ էր ներկայացրել, որ պայքար են սկսելու։ Ինչևէ, եւ վերջացրած եւ նաեւ մյուս մանուշ եւ վերջը եւ նաեւ ուզում եմ նշել Շիրակի թեմի առաջնորդ Սրբազան Միքայել Աջապահյանի։ Բառացիորեն 2 օր առաջ համացանցում տեսա նրա մի
հայտարարությունը, դրան մի տեսահոլովակ, որտեղ ինքը ասում է, պատմում է, որ վերջին պատերազմի ժամանակ ինքը դիմել է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կոչով, որպեսզի իրականացնեն ռազմական հեղաշրջում եւ տարակուսանք է հայտնում, թե այդ ինչպես է, որ օրինակ Քոչարյանը 10 տարի լինելով երկրի նախագահ, դրանից առաջ 1-2 տարի լինելով վարչապետ, դրանից առաջ էլ նախագահ, ինքն է ասում, նախագահ Լեռնային Ղարաբաղում, Արցախում, այդքան համակիրներ, համախոհներ չունի, որ իրականացնեն ռազմական հեղաշրջում։ Ինչ է սա։ Այս արդեն պետք է սրանով, կարծում եմ, դրա պատասխանը պետք է տան ոչ միայն հոգևորական դասի ներկայացուցիչները, այլև աշխարհիկ դասի ներկայացուցիչները։ Նույն էլ չմոռանանք, որ նույն Գալստանյանն էլ ղեկավարելով ընդդիմադիր շարժումը նաև բռնության կոչեր էր անում ու գիշերերով կոչ անելով գնալ մտնել խորհրդարան եւ այլ խորհրդարան մտնելն էլ երևի նույն դասագրքից էր Վազգեն Մանուկյանի գրած մի խոսքով այսպեսի է ասում եմ կրկնում եմ դատապարտելի է երկրի ներկայիս կառավարիչների նման կեցվածքը եկեղեցու հանդեպ եկեղեցին դա այո մեր իրոք ազգային գանձն է ազգային ինքնությունը բայց այդ եկեղեցում ծառայողներ են մարդիկ որոնց հատուկ է նաև մոլորվել նրանց էլ է հատուկ մոլորությունը այնպես որ եկեղեցականների մոլորությամբ զբաղվելը եկեղեցու գործն է եւ պետք չի որպեսզի կառավարիչները խառնվեն դրանում եթե իհարկե այդ մոլորյալները այսպես ասած չեն անցել որոշակի սահմաններ որոնք արդեն առնչվում են իրավական խնդիրների Մի խոսքով այն ինչ հիմա տեղի ունենում պետություն եկեղեցի փոխհարաբերություններում դատապարտելի է անընդունելի է եւ վնասակար է ընդհանրապես շտապույտ պետք է դրա առաջն առնվի հարթվեն բոլոր այն տարաձայնությունները այն թյուրըմբռնումները որ հիմա այսպես զենագնդի նման ամեն օր օրեցօր պես զարգանում են աճում են մեծանում են Բայց խոսելով այս մասին, նաև գիտեք ինչ մի տեսակ ինձ մոտ հարց առաջացավ, նաև լավ, իրոք կառավարիչները որ սխալ են, միանշանակ է, դա քննարկման ենթակա չի, բայց չէ որ մյուս կողմից էլ հոգևոր դասի ներկայացուցիչներից էլ կան վաստողումներ մեր ասած։ Օրինակ ինձ համար այդպես էլ առեղծվածային մնաց, թե ինչու ամենահայց կաթողիկոսը մեկնեց Մինսկ եկեղեցի օծելու համար, ինչ-որ դրա խիստ ժամանակներ, չէ որ Հայաստանի վարչապետը հայտարարել, որ Հայաստանից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնի Բելարուս, քանի այդ երկրի ղեկին է Լուկաշենկոն, Լուկաշ Բուլբաշը։ Եվ պատճառն էլ հայտնի է, որովհետև այդ երկրի նախագահը Լուկաշ Բուլբաշը այսինքն այդ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ ջերմ հարաբերությունների մեջ է Իլհամ Ալիևի հետ եւ դեռ պատերազմից առաջ ինքը խոստովանում է իր բերանով, որ շատ լուրջ փիլիսոփայական խոսակցություն է ունեցել Իլհամ Ալիևի հետ եւ երկուսով եկել են այն եզրակացության, որ պլանավորող պատերազմում Ադրբեջանը կարող է հաղթել։ Եվ մինչեւ այդ էլ, խնդրեմ Այսինքն դա ասում է այն մի երկրի նախագահ, որը որ այսպես կոչված մոսկովյան պլան նախագիծ կոլեկտիվ անվտանգության այդ պայմանագրի անդամ է։
թղթերով, փաստաթղթերով Հայաստանի Դաշնակից, բայց իրականում պատերազմի հրցիկ, որովհետև բացի այդ հայտարարությունը արել, մինչև այդ էլ ռուսական կողմի հետ միասին Ադրբեջանին սպառազինել են այն ժամանակվա ժամանակակից հարձակողական զենքերով։ Եվ սա է պատճառը, որ վարչապետը, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Բելարուս չի մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մեղմ ասած, ըստիս կարիք չկար, որ ամենայն հայոց կաթողիկոսը, թեպետ Աստծո ճանապարհներն անմեկնելի են, որպեսզի մեկներ Բելարուս։ Ինչպես տեսնում եք, թե այս կողմից, թե այն կողմից փոխադարձ վրիպումներ կան, փոխադարձ մեղադրանքներ, որոնք ոչ մի օգուտ չեն բերում բացի վնասից մեր երկրին, մեր հասարակությանը։ Այնպես որ հարկավոր է, անհրաժեշտ է, հրամայական է, որպեսզի շուտապույտ այս թնջուկը լուծվի, կողմերը հանդարտվեն եւ շարունակվի այս փոխադարձ անհարկի, այսպես կոչված հարաբերությունների զարգացումը։ Մյուս կողմից էլ հասարակության համար որոշակի վտանգ է ներկայացնում, օրերս իմ տեսած մի ինֆորմացիան, տեղեկությունը, որ վերաբերում էր խոսքը վերաբերում է այն տեղեկությանը, որ կարդացի 3, եթե չեմ սխալվում, 3 հայքերից մեկում, որտեղ ազգային ժողովի, Հայաստանի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Չեմ հասկանում, ինչ Արցախի պետական ինստիտուտներ, երբ այդ Արցախ այլևս գոյություն չունի, ինչ պետական ինստիտուտ։ Հայաստանում կան Արցախի պետական ինստիտուտներ, այդպես է ենթադրվում։ Եվ ըստ նրա իշխանությունը, նկատի ունի Հայաստանի կառավարիչներին, տարբեր խողովակներով, այսպես, ինչ խողովակներ, ինչ միջոցներ, խողովակներ, շատ բառ է, էլի։ Եվ ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացումը։ Գրողը տանի։ Ինչ սահմանադրություն, ինչ Արցախ, այդ մարդիկ լինելով Արցախում հրամանագրով Արցախը լուծարել են, եկել են, թողել են, ժամանել են, տեղափոխվել են Հայաստան, հիմա այստեղ Հայաստանում նորից ուզում են գործունեություն ծավալել։ Սա ինչ խեղկատակություն է, խեղկատակությունը չէ, սա շատ վտանգավոր գործունեություն է,